Աշխարհահռչակ рэփեր Քանյե Ուեսթը հիվանդանոց է տեղափոխվել, մինչ այդ չեղյալ հայտարարելով մինչև տարեվերջ նախատեսված բոլոր համերգները։ Երգչին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա մոտ ախտորոշվել է գերհոգնածություն եւ ստրես։ Ոստիկանությունից Associated Press-ին հաղորդել են, որ Ուեսթը նյարդաբանական բաժանմունքում է, որտեղ կմնա ամենայն հավանականությամբ նաեւ այս գիշեր։ Պաշտոնական աղբյուրներն ու երգչի հարազատները, այդ թվում կինը Քիմ Քարդաշյանն առայժմ տեղեկությունները ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։ Հայտնի է միայն, որ Քիմը երեկ չի ներկայացել Նյու Յորքում նախատեսված հրապարակային միջոցառմանը, որը պետք է լիներ նրա առաջին բեմելը Փարիզի ավազակային հարձակումից ու գողությունից հետո։ Ավելի վաղ անցած շաբաթ հանրահայտ рэփերը մի քանի անգամ հայտնվել էր մամուլի առաջին էջերում, համերգի ժամանակ արած աղմկահարույց եւ ագրեսիվ հայտարարություններից հետո։ Սան Խոսեում մասնավորապես Ուեսթն աջակցել էր ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, պնդելով, թե նրա քարոզարշավը անճարեղ էր, ինչին դահլիճը սուլոցներով էր արձագանքել։ Ուրբաթօրն արդեն Սակրամենտոյում Ուեսթը 1.5 ժամ ուշացել էր համերգից, ապա 4 երգ կատարելուց հետո հեռացել, մինչ այդ 10 րոպե շարունակ քննադատելով Բեյոնսեին, նրա ամուսնուն, Հիլարի Քլինթոնին, Մարկ Ցուկերբերգին, Թեյլոր Սվիֆտին ու լրատվամիջոցներին։ Մինչև հիմա չեք հավատում, որ Հիլարին պարտվել է։ Պատճառն այն է, որ Google-ը ստել է, որովհետև Մարկ Ցուկերբերգը ձեզ խաբել է, պնդել էր Ուեսթը, ապա բեմից մարտահրավեր նետել Բեյոնսեի ամուսնուն, рэփեր Ջեյ-Զիին։ Ջեյ-Զի, գիտեմ, որ կարող է սպանել ինձ, բայց պարզապես զանգիր տղամարդու պես խոսենք, հայտարարել էր Ուեսթը, կրկնելով Դոնալդ Թրամփի կարգախոսը։ Սա է ապագան, սա է ամերիկան կրկին գերտերություն դարձնելու ճանապարհը։ Рэփերի մենեջերներն ու պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում, որ նա այս հարձակումների եւ մինչեւ տարեվերջ նախատեսված 21 համերգներն անակնկալ չեղարկելու պատճառը։ Հաղորդվում է միայն, որ անցած շաբաթ կիրակի Ուեսթը Instagram-ի իր էջը ողողել է նորաձևության ոլորտի ավելի քան 100 լուսանկարներով, որոնց մեծ մասը սակայն ըստ Associated Press-ի անորակ ու վատ տեսանելի է եղել։ Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը բազմիցս է աչքի ընկել աղմկահարույց ելույթներով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե պատրաստվում է առաջադրվել 2020 թվականին կանալիք Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում։